Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումից ճիշտ մեկ շաբաթ անց շրջարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողները կրկին կառավարության շենքի առջև են հավաքվել։ Նախարարը խոստացել էր այս փուլում պարբերաբար հանդիպում քննարկումներ նախաձեռնել, առաջարկներ անել, ասում են ակցիայի մասնակիցները, 7 օր է անցել, արդյունք չկա։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, NDS-ը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ NDS-ը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են։ Գույքագրել ապրանքները տեսականորեն գուցե, բայց գործնականում անհնարին է, տնտեսվարողներն են պնդում։ Այսօր միայն վարչապետի հետ կհանդիպեն, ուրիշ ոչ ոքի, հետքայլը բացառված է։ Մերկի փոքր խանութները, ասենք, տեսեք, ամենակիչը, որ սենց վեսնենք, իրենք ամեն օր ինչ-որ միրգ թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտավորեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել է աշխատելու, որ դա լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո գիշնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է թուղթը լեգացնա։ Այդ դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ օգուտ, որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցին։ Աշխատանքային տարվա մեկնարկից հետո տնտեսվարողները նշում են առևտրի վիճակը վատ է։ Հիշում են, որ Փաշինյանը խորհրդարանից հայտարարում էր, թե տարեկան 10 միլիոն շրջանառություն ունենալը նշանակում է ամեն օր միայն մոտ 27,000 դրամի առևտուր անել, ինչն իր հերթին չզարգացող ձեռներեցության վկայություն է։ Բողոքավորները վստահեցնում են, այո, օրերով անգամ իրենց խոսքով սֆթան չեն արել։ Պետությանը փող մուծեն, այդ փողը հետ գա։ Դա բացառված բան է։ Հիմի մնացած է ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկային կգցիկ եթե էլ չես էլ հասնի ինքը իր պոզիցիան դա նրանց հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման կառավարության շենքից որևէ մեկը չիջավ։ Տնտեսվարողները որոշեցին մոտ 1 ամսից կրկին վերադառնալ կառավարական տուն։ Առաջին եռամսյակն ավարտված կլինի, ավելի շատ բիզնեսմեններ կհասկանան, որ 6 ամսյա հետաձգումն իրենց բնորոշմամբ կեղծ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։